Հանուն Հոր եւ Որդու եւ Հոգի Սրբով ամեն։ Քրիստոս համբարձավ փառոք արհայր, օրնյալ է համբարձումն Քրիստոսի։ Արեգակը երբ որ ծագում է եւ իր շրջապատույթն է կատարում, վերադառնում է այնտեղ, որտեղից որ ծագել էր։ Այդպես էլ մեր Տերը Հիսուս Քրիստոս արդարության արեգակը Հոր Աստծո միածին որդին է, ծնվել է Հոր Աստծուց, Հոր Աստծո աջ կողմում է, եւ ժամանակների լրումին մեր Տերը Հիսուս Քրիստոս, երբ որ մարդկության փրկությունը հասունացել էր, եկավ ու ծնվեց Սուրբ Գույս Մարիամից։ Ծնվեց Սուրբ Գույսից, որպեսզի մեզ սրբություն ու կուսություն սովորեցնի, որպեսզի մենք էլ Քրիստոսի նման ձգտենք հավիտենական երկնային ուրախության, սրբության ու երջանկության։ Դրվեց մսուրի մեջ, որպեսզի մենք աղքատասիրություն սովորենք, որտև մսուրը մարդկանց ծննդավայր չէ, այլ անասունների համար է։ Այդպես էլ մեր Տերը Հիսուս Քրիստոս մսուրում ծնվեց, որպեսզի մեզ բարձրացնի, մենք էինք աղքատացել։ Ամենահարուստը աղքատացավ, որպեսզի մեզ աղքատացածներից հոգով հարստացնի։ Աշխարհում ապրեց, խոնար կեցվածքով, նեղություններ ու դժվարություններ կրեց, հրեաներից հալածանքներ կրեց, դրանով մեզ համբերություն սովորեց, որպեսզի մենք էլ համբերատարությամբ կրենք այն նեղություններն ու դժվարությունները, որ մեզ բաժին են կել։ Խաչը բարձրացավ, որպեսզի մեզ սովորեցնի դիմանալ ճշմարտության հաղթանակին, մինչև վերջ, որտև խաչն ինչ է, մահվան դեմ հաղթանակն է, այդպես էլ մենք մինչև մահ պետք է պայքարենք մեղքի դեմ և հարություն առնելով հաղթենք մահվանը։ Եվ հարություն առավ մեռելներից մեր Տերը Հիսուս Քրիստոս, որպեսզի մենք էլ հառնենք այս աշխարհի նեղություններից, դժվարություններից, մեղքերից ու գայթակղություններից։ Ի վերջո համբարձվեց երկինք, այսօր երկինք է համբարձվում մեր Տերը Հիսուս Քրիստոս և նստում է Հոր Աստծո աջ կողմին, ինչպես արեգակն է շրջապատույթը կատարելով վերադառնում իր տեղը, այդպես էլ մեր Տերը Հիսուս Քրիստոս այսօր երկինք է համբարձվում։ Եվ առաքյալները հարության սկիզբը չտեսան, որտև երբ Քրիստոս հարություն առավ մեռելներից, առաքյալները չկային, այնտեղ չէին։ Միայն զինվորներն էին, հրեշտակը եկավ, վեմը, ժայռը շուռ տվեց եւ Քրիստոս հարյավ մեռելոց։ Ոչ ոք չտեսավ Քրիստոսի հարության սկիզբը, բայց հարության հետո հարուցյալ Քրիստոսին տեսան աշակերտները, յուղաբեր կանայք, Քրիստոսի հետևորդները։ Իսկ համբարձումը հակառակ եղավ, համբարձման սկիզբը տեսան, որտև Քրիստոս, երբ որ երկինք պետք է համբարձվեր, 11 առաքյալները այնտեղ էին, նաև Գալիլեային գնացել, Հուդան կախվել էր, մնացել էին 11-ը, և Քրիստոս ձեռքերը բարձրացրեց, մի վերջին անգամ օրհնեց իր աշակերտներին, տիեզերքի բոլոր ծագերում ավետարանը քարոզելու իշխանություն և հրաման տվեց, ասաց գնացեք բոլոր ազգերին, ավետարանը քարոզեք, մկրտեք նրանց Հոր, Որդու և Սուրբ Հոգուանով, այսինքն սա մի տիեզերական իշխանություն էր, բոլոր ազգերին ու ժողովուրդներին ավետարանը քարոզելու, բոլորին մկրտելու, Հոր, Որդու և Սուրբ Հոգուանով։ Եվ օրհնում էր առաքյալներին, որպեսզի այդ իշխանությունը Քրիստոսի արարչագործ բազուկների օրհնությամբ փոխանցվի առաքյալներին, եւ առաքյալները ստացան Քրիստոսի հենց ձեռքից այդ օրհնությունը, Քրիստոսի ձեռնադրությամբ ստացան ամբողջ աշխարհում ավետարանը քարոզելու, մկրտելու իշխանությունը։ Այս պահը տեսան առաքյալները, եւ բայց դրանից հետո այլևս չտեսան։ Ինչու՞, որովհետև ամպը եկավ, ծածկեց Քրիստոսին եւ առաքյալները այլևս ոչինչ չտեսան։ Համբարձման սկիզբը տեսան, ավարտը չտեսան։
Ինչու չտեսան առաքյալները ավարտը, որտեղ ավարտը դերևս լինելու է։ Քրիստոս համբարձավ փառոք առհայր, իր հետ հրեշտակների և հարություն առած հոգիներին բարձրացրեց դեպի երկինք։ Այս ամբողջը չտեսան առաքյալները, ամպը ծածկել էր նրանց։ Այսինքն ինչ որ տեղի ունենում ամպից այն կողմ էր, վարագույրից այն կողմ էր, երկինքը ունի վարագույր, տեսնում եք խորանն էլ երկնքի խորհրդանիշն է և ամեն անգամ երբ որ սուրբ խորհուրդները պետք է կատարվի, մենք վարագույրը փակում ենք, ինչպես Քրիստոս երկինք համբարձվեց, ամպը իբրև վարագույր փակեց առաքյալների աչքերին, որպեսզի չտեսնեն։ Այդպես էլ դուք բաներ կա, որ չեք տեսնում այստեղ ինչ է կատարվում, մենք էլ չենք տեսնում։ Մենակ հրեշտակներն են տեսնում, ինչպես Քրիստոսի համբարձումը, երբ որ երկինք պետք է գնար, հրեշտակները տեսան, ուրախացան։ Քրիստոս մխիթարեց ոչ միայն մարդկանց, այլ նաև հրեշտակներին։ Քրիստոս այս փրկagorդության խորհուրդը հայտնեց ոչ միայն մարդկանց, այլ նաև հրեշտակներին, բայց սկզբում մարդկանց, հետո հրեշտակներին, որտև Աստվածությունը առաջինը սկզբում հրեշտակները տեսան, 6-րդ օրը նոր մարդը տեսան։ Մեր Տերը այս արդարությունը վերահաստատեց, որտև առաջին օրը հրեշտակները ստեղծվեցին, 6-րդ օրը մարդիկ, բայց մարդիկ առաջինը տեսան Քրիստոսի հարությունը և համբարձումից հետո նոր հրեշտակները տեսան։ Ուրեմն մեր ու հրեշտակների միջև հավասարություն եղավ, համերաշխություն եղավ Քրիստոսի համբարձումով։ Մենք հրեշտակների հետ Քրիստոսի համբարձումը դիմավորեցինք դեպի երկինք։ Եվ հիմա ամպը ծածկել է, երկինքը վարագույրը փակ է, այո, գիտենք, որ Քրիստոս համբարձվել է երկիրը և լավ է, որ համբարձվել է երկինք, որտև երկրի վրա մենք չենք փնտրում Քրիստոսին։ Որպեսզի եթե երկրի վրա մնար Քրիստոս, մենք անընդհատ պետք է գնանք տեսնենք որտեղ է Քրիստոս, չէ, երկրի վրա չենք տեսնում Քրիստոսին մեր մարմնավոր աչքերով, հոգու աչքերով, այո, միշտ տեսնում ենք Քրիստոսին եկեղեցու սուրբ խորհուրդների մեջ, բայց մեր նյութական մարմնավոր աչքերով չենք տեսնում։ Երկնքում է մեր Տերը և մենք պետք է ձգտենք երկինք, որտեղ Քրիստոս է, Հոր Աստծու աջ կողմը նստած, հենց այդ պատճառով Քրիստոս համբարձվեց, որպեսզի մենք էլ բարձրացնենք, համբարձվել նշանակում է բարձրանալ, մեր միտքը, մեր սիրտը, մեր հոգին, բարձրացնենք երկինք, այնտեղ, որտեղ Քրիստոս նստել է Հոր Աստծու աջ կողմը։ Քրիստոս համբարձավ փառոք առհայր, Հոր միայն է համբարձում